ձեր հենց այցը ցույց է տալիս այն բանը, որ դուք Նինոցմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անի Վարդմոսոյանը հյուրընկալեց բանակային ճամբար 2026-ի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում երիտասարդները մունիցիպալիտետի քաղաքապետի հետ կիսվեցին ճամբարից ստացած փորձով ու տպավորություններով։ Նրանք խոսեցին նաև նախագծի շրջանակներում իրականացված բազմազան ակտիվությունների մասին եւ նշեցին, որ ծրագիրը կարևոր է հատկապես անձնական զարգացման եւ թիմային աշխատանքների հմտությունների ամրապատման առումով։ Ողջունում եմ, ինչպես գիտեք, պետության կողմից իրականացվում էր 15-ից 18 տարեկան դեռահասների համար նախատեսված ռազմահայրենասիրական ճամբարային ծրագիր, որի նպատակն էր երեխաների մեջ ձևավորել կարգապահություն, պատասխանատվության զգացում, թիմային աշխատանքների հմտություններ եւ ծանոթացնել նրանց զինվորական կյանքի առանձնահատկություններին։ Մեր քաղաքապետի աջակցությամբ ծրագրի մասնակցելու հնարավորություն ստացան մեր մունիցիպալիտետի 15-ից 18 տարեկան երեխաները։ Ճամբարը կազմակերպվել էր քաղաք Կոջորիում, ճամբարի տևողությունն էր 5 օր, որի ընթացքում երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ, հմտություններ եւ անմոռանալի փորձություններ։ Ծրագրի ավարտից հետո նրանք վերադարձան մեծ ոգևորությամբ եւ դրական տպավորություններով։ Մասնակիցների կարծիքով ճամբարը ոչ միայն հետաքրքիր եւ ուսուցողական էր, այլև նրանց ինքնավստահության եւ պատասխանատվության զգացում եւ հայրենասիրական ոգու ամրապնդում էր։ Հույսով ենք այսպիսի ծրագրերը կլինեն շարունակական մեր մունիցիպալիտետում։ Մասնակիցների թվում ընդգրկված էին տարբեր գյուղերի հանրային դպրոցների երեխաներ։ Քաղաքապետը նրանց հետ խոսեց եւ կրթության եւ մասնագիտության կարեւորության, բանակային կյանքի ու կարեւորության մասին։ Նշեց նաև այն, որ Նինոցմինդայում շուտով շահագործման կհանձնվի միջին մասնագիտական հաստատություն, որտեղ ցանկացողները կկարողանան ընտրել իրենց համապատասխան մասնագիտություն։ Մի մասը ավարտել եք բազային է, մյուս մասը բազային աստիճանի մեջ եք եւ կան երկրներ, որտեղ որ մեր մոտ էլ այդպես է, յուրաքանչյուր երեխա ծնող իրավունք ունի բազայի կրթությունից հետո չշարունակի այսպես ասած հանրակրթական դպրոցներում ուսում ստանալ եւ ուրիշ թեկումով գնալ, բայց մեր մոտ հələ այսպես ասած այդ պրակտիկան չկա եւ բոլորդ ուսումը շարունակում եք նաեւ արդեն բարձր դասարանի միջնակարգ, այսպես ասած, աստիճանով։ Ճիշտ է։ Այս պայմանությամբ չկա, չէ, երեխա, ովքեր որ որոշել են, որ 9-ից հետո պետք է դպրոց թողնեն ուրիշ ուղղությամբ գնան։ Չկա, չէ։ Մեր պրակտիկան է, հələ չկա դա։ Ի ուրախության ձեզ ուզում եմ ասել, որ մեր մունիցիպալիտետում կառուցվում է հիմա 4-րդ դպրոցի բազայի վրա համապատասխան քոլեջ, որը ունենա մի քանի թեկում, մի քանի մասնագիտության դուք ընտրելու հնարավորություն ունենաք։ Քոլեջը կարող եք քոլեջում ձեր ուսումը շարունակել ինչպես զուգահեռ դպրոցը ուսումը ստանալիս, այնպես էլ, ասենք, դպրոցից, ասենք, հետո չավարտած դպրոցը կամ ավարտեք դպրոցը հետո կամ 9-ից հետո, այսինքն բազային աստիճանից հետո դուք ունենաք հնարավորություն ձեր ուսումը շարունակել այդ քոլեջում ստանալով համապատասխան մասնագիտություն։ Ամսը 10-ից 12-ից մինչև 17-ը այդ օրերը մեր համար շատ հետաքրքիր էին։ Նախ առաջինը մենք կարողացանք շփվել վրացի երեխաների հետ, բացվեց մեր լեզուները, ճիշտ է նորմալ չէին կարողանում խոսել, բայց հասկանում էինք որոշ չափով։ Այնտեղ ուրախ էին, որ մեր պես էթնիկ կազմը հայրս կարող էինք այնտեղ ներկայանալ, ինչ-որ բաներով զբաղվել, նաև ներկայացրեցինք այնտեղ մենք մեր մշակույթը, ինչ-որ բարեր, երգեր մեր մշակույթից։ Ունեցել ենք հիասքանչ օրեր, այնտեղ ծանոթացել ենք ինչ-որ զենքերի հետ, M4 զենքի հետ, որը Վրաստանում ամենաշատ զենքերից, տարածված զենքերից մեկն է եղել, ծանոթացել ենք հին զենքերի հետ։ Կոջորში ვიყავით 5 დღით, ჯარის ბანაკში ვიყავით 5 დღით, 12-დან 17 ივლისამდე. ძალიან ბევრი მოგონებით, ძალიან ბევრი ახალი ადამიანებით და შესაძლებლობებით და არა მხოლოდ შესაძლებლობებით
ასევე თვისებებით დაუბრუნეთ ჯარის ბანაკიდან, გავიცანით ადამიანები, ძალიან ბევრი ადამიანი და მეგობარი გავიჩინე. ასევე მქონდა სხვადასხვა შესაძლებლობა და ანუ სხვადასხვა თვისებებიც გავიჩინე, ვისწავლე ახალი რაღაცეები, რაც პრაქტიკულად გამომადგება ცხოვრებაში. ძალიან კარგი იყო ბანაკი, სერჟანტებიც ძალიან მეგობრულები და თბილად განწყობილები იყვნენ ჩვენს მიმართ, რამაც უფრო კარგი და სახალისო გახადა ბანაკის მიმდინარეობა. საბოლოოდ ბანაკი ძალიან კარგი იყო და ყველანი დიდი ალბათობით დაუბრუნდით ძალიან ბევრი კარგი და მშვენიერი მოგონებით. და სხვა კუთხეებიდან კიდეც უამრავი მეგობარი გავიჩინე რა. ხო, და ჯარში მიდევარ, მამაჩემი არის ყოფილი ჯარისკაცი, 5 წელი იყო ჯარში, დიდი გამოცდილება აქვს, 2008 წლის ომშიც არის დამპყრობი და დიდი გამოცდილება აქვს და მე მინდა რომ მამაჩემის პრობლემას მივიღებ და გამოვიდე ჯარისკაცი. Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրում են ունեցել այս կազմակերպության մեջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որպեսզի հնարավորություն ունեցանք մասնակցելու նման հիանալի ծրագրի մեջ, որովհետև Կոջորիում անցկացրել ենք 5 օր եւ բոլոր օրերում ներգրաված էր մի հետաքրքիր նոր բան։ Այնտեղ կարողացա ձեռք բերել նոր ընկերներ։ Առաջին օրը մի քիչ դժվար էր, որովհետև ես վրացերենով կարողանում եմ շատ քիչ խոսել ու առաջին օրը իմ համար բավականին դժվար էր, բայց հետո կարողացա ավելի մտերմանալ, ունեցա ինչպես նոր հայ, այնպես էլ նոր վրացի ընկերներ ու դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորից։ Այնտեղ մեզ բոլորից ընկերական վերաբերմունք էին ցուցաբերում սերժանտները, ամեն հարցում մեզ օգնում էին ու Եթե ինչ-որ խնդիրներ ունեինք, անպայման մեզ աջակցում էին։ Այնտեղ անցկացած ժամանակը շատ հետաքրքիր էր, հնարավորություն ունեցա մասնակցել տարբեր հետաքրքիր մրցույթների մեջ, այդ թվում կարողացա սովորել զենք հավաքել, քանդել, կարողացա սովորել զենքով կրակել ու սովորեցինք առաջին օգնություն ցուցաբերել։ Բացի դաստիարակչական բնույթ կրելուց նմանատիպ ճամբարները հնարավորություն են տալիս երիտասարդներին ձեռք բերել նոր ընկերներ, զարգացնել կենսակերպն ու աշխարհայացը։